Կուզենայի, որ 2015 թվականին Վաղազին համայնքում ջրի հարցը լուծված լիներ։ Իսկ ավելի ճիշտ սա ոչ թե ցանկություն, այլ երազանք է դարձել վաղազինցիների համար։ Ջրի հարցը տարիների հետ հասունացել եւ այսօր արդեն օրախնդիր է դարձել բնակիչների համար։ Ջրի պակասի պատճառով համայնքում զգալի վնասներ է կրում նաեւ գյուղատնտեսությունը։ Սեփական արտադրանք ունենալու, ինչու՞ չէ նաեւ արտահանելու փոխարեն գյուղացին ստիպված բանջարեղենը ձեռք է բերում խանութից։ Անասունը ունենք, բայց գյուղմթերքների բանջարեղենը, կարտոֆիլը ամբողջ համայնքը, գյուղը ոչինչ չունի։ Ես ինքս գյուղացի տղա եմ։ Հողամասը մշակում եմ, կարտոշկան, պամիդորը դառնում են այսքան լոբին, ծաղկում արդեն, որտեղ հավաքել սկսում չորանալ, ջուր չկա։ 97 թվականից այս տարածքում ապրում եմ, ես փոխարենը հիմի կարտոշկան ես վաճառեի։ 300 դրամով ես եմ այսօր կարտոշկա առնում։ Ոչ միայն ոռոգման, այլ նաև խմելու ջրի հարցն է օրակարգում։ Իրավիճակն ավելի ծանր դրության մեջ է դնում համայնքում ապրող բազմազավակ ընտանիքներին։ 12 զավակների հայր Մարատ Մազուլյանի տան ծորակից հոսող ջրի ամենաառատ պահն է։ Արվի ջուրն ընտանիքի անդամները ստիպված օգտագործում են նաև խմելու համար։ Խողովակը գցել եմ արվի մեջ, խողովակի այդ արվի ջրից գալիս է ու այս ջուրը մենք օգտագործում ենք։ Որպես խմելու ջուր։ Որպես խմելու, ամեն ինչ կենցաղի համար խմելու համար։ Նույնիսկ այս պահին ես այս ջուրը կարող եմ խմել։ Իմ խմելու ջուրն է, մենք սրանց բացի ուրիշ ջուր չունենք։ Ես էլ մայիս ամսից կտրվում եմ։ Մայիս ամսից երեխեքը դոլերով պետք է ամբողջ գյուղ ման գան ու մայատը ջուր կա, այդ հայատներից կամ էլ ես ֆլագիկ վերցնեմ, այդամ մեկին խնդրեմ ասամարիքու հայատից ֆլագով կամ կողքի գյուղից ֆլագիկը ջուր լցեմ, բերեմ տուն, որ լված կանեն կանան հաց սարքան երեխեք ուտեն։ Ձմռանը ընտանիքի հոգսը ջրի մասով փոքր-ինչ բարելավում է։ Պատկերն այլ է, երբ տաքանում է եղանակը։ Այդ ժամանակ Մազուլյանների ընտանիքի անդամներն օրվա մեծ մասը ստիպված են լինում անցկացնել խմելու եւ կենցաղային կարիքների համար ջուր գտնելու վրա։ Այս դեպքում բանջարաբոստանային կուլտուրաների ոռոգման մասով խոսելն արդեն ավելորդ է։ Դպրոցական երեխեքը որտեղ դասի գնային, այդ դասի գնալու փոխարեն սկսում են ջուր կրելով զբաղվել։ Մենք իրենք ջուր են կրում, անբարում ենք սիստերով, բակերով, որ կանան յոլայթանի։ Շաբաթվա 3 օրը 10 չեն գնում։ Գոնե 2015 թվականին իմ ջրի հարցը լուծեն, որ ես կարողանամ մեր երեխեքին սննդամթերք ստեղծել։ Հարցի լուծումը համայնքի բնակիչները տեսնում են պետական աջակցության շրջանակներում։ Ասում են բնակավայրը ջրի պաշարներ ունի, նաև պատրաստական են աշխատուժի ապահովման առումով։ Ջրի պաշարներ ունենք, մի 2-3 կիլոմետր վերև առուների ջուրը կա, եթե կարողանան օգնեն, ջուրը ջրի հարցը լուծեն, ես օգնեն օրինակ։ Խողովակով օգնեն, չեմ անում ջրամբար կառուցելու համար շինանյութը մի կողքի իմացող շինարար պետք իմացող, որպեսզի կազմակերպին, ինձ թվում է այդքան շատ գումարների հետ կապված չի լինի։ Գենադի Երեմյան, Բենիկ Ղարախանյան, օր